Իմ երեխաներն են դերասանուհի Ռոզա Դավթյանն այսպիսի հրապարակում է արել ինստագրամյան հարթակում ցույց տալով իր տան բույսերը։ Դերասանուհին վերջին շրջանում շատ հաճախ է նման հրապարակումներ անում, ցույց տալով, թե ինչպես է ինքը խնամում իր բույսերին, իր նոր տանը, թե ինչպես է կազմակերպում իր առօրյան, ինչպես է առողջ սնվում և առողջ սնունդ պատրաստում։ Դերասանուհին այսօր ևս կադրերով է կիսվել, որոնք ներկայացնում ենք հաջորդիվ ձեր ուշադրությանը։ Այս երկուսը իմ երեխեքն են, լուրջ եմ ասում, ես գժվում եմ իրանց համար, շատ եմ սիրում, ես չէի պատկերացնում, որ հնարավոր է ծաղիկը այսքան սիրել, իրանք իմ երեխեքն են, խնամում եմ, փայփայում եմ, ուզում եմ ամբողջ տունը սենց բույսեր լինի, որ մի քիչ սենց տեղ մի բան աճում ու բան շատ եմ ուրախանում, մինչև ես իրա համար, չգիտեմ, ասեք, այս նույն ծաղկամանից առնեմ, այս հենց է ինքը շատ եմ սիրում, երևի հաչ է, թե մի քիչ ուրիշ ոճի, որ նույնը չլինի։ Մի հատ էլ ստեղ ունեմ փոքրիկ երեխա, բայց ինքը ոնց որ ինձնից մի քիչ նեղացել է, ծաղիկները չեն ծաղկում, թե ուզում են ծաղկեն, ստեղ ինչ-որ բան է ուզում ծաղկի, տերևները լավ մեծացել են, այն կարմիր ծաղիկներն են։ Այս վիդեոն նրա մասին է, թե ինչքան անկեղծ եմ ես իմ լսարանի հետ։ Կարակ գուշակեք, որտեղ է այդ անկեղծությունը հիմնականում երևում։ Ասացի լավ, առավոտ արթնանամ, սենց ինչ-որ վիդեո նկարեմ, որը դուք արդեն տեսաք։ Ու սենց մտածեցի, բայց ես ինչի պիտի մազերս ուրիշ ձև անեմ, ես սենց կսարքեի ես կոֆեն, ես ան կոֆեն։ Նարնջի թարմ քամացյութը, դրա համար տենց էլ թողեցի, որ հանկարծ ինչ-որ սխալ կարծիք չձևավորվի ձեր մոտ։ Ասեմ, նարնջի թարմ քամացյութն էլ մաքսիմալ անհամեր, հենց որ չնախանձեք։ Իսկ հիմա եկեք գուշակենք, թե ուր եմ ես գնում։ Թողնում եմ պատուհան, մինչև դուք ձեր տարբերակը գրեք, կամ էլ նշովի տարբերակ, մինչև նշեք, ես կգնամ արդեն կպատրաստվեմ և ցույց կտամ, թե ուր եմ գնում։ Այստեղ խառն ենք, այսօր, այո, աստղերի հետ ենք նկարահանման, աստղջան բարև, աստղջան բարև, լիքը աստղեր, այո, այո, երեխեք ջան, Ռոզան ծնենց գաղտնի է պահել, իր երեխուն գաղտնի է պահել ձեզանից, այո, ձու, սիրիլ է քեզ, ուժս, հաճելի խառն ենք։ Գնում ենք այրոպորտ, Սուսիկին ու Ալային դիմավոր ենք, տեսեք Սուսի առաջին բուկետիկն է։ Այնքան սիրուն է ստացվել, սա էլ մեծը, մամային և աղջկան նույն բուկետիկներից։ Շատ սիրուն է, շատ շնորհակալ եմ, կնշամ էջը որտեղից եմ պատվիրել, իրանք իմ բոլոր մտահաղացումներն իրականացնում են։ Բարի լույս, այսօր վերջապես իրական բարի լույս եմ ասում, ոչ թե ժամը 1-ին, գնում եմ նկարահանման, մի քանի նկարահանումներ ունեմ, հետո ատամնաբուժարան պիտի գնամ, հետո էլ ծննդի եմ։ Так что բոլորիս լավ օր։ Իրականում ինչ տեսք եմ ունենում ես։ Սիրեմ սենց պատրաստված բան վիճակները մնաց տան հանարը։
Շատերիդ հետաքրքիր է ինչի եմ ես նորից հանձնում քննությունը, ասեմ այս մասով, որ ես հանձնել եմ 2 տարի առաջ, դրանից հետո 3 անգամ գործնական քննությունը կտրվեցի, որովհետև փակ պլաշատկայում էի հանձնում եւ վարել էլ նորմալ չգիտեի, նորմալ վարողներն էլ այդտեղ չէին կարողանա հանձնել, 3 անգամ կտրվելուց հետո մի տարի ժամանակ անցնում է եւ կարծեմ մի տարի եւ անվավեր է ճանաչվում նաեւ ձեր տեսական քննությունը ես հանձնել եմ 3 օր պարապելով 19 թե 18 հավաքելով առաջին անգամից հիմա անվավեր ճանաչվեց մի տարի ես ոչ մի բան չարեցի նորից պիտի գնամ տեսականը հանձնամ որ հետո էլ արդեն անցնեմ գործնականին հատամնաբուժանը այսօր գնացել ես մի կողմից լրիվ թմրած է խոսելուց էլ կնկատեք դուրս եկա ատամնաբուժանից մոտեցան նկարվելու հիմա ոչ կարողանում եմ ժպտամ ոչ չժպտալն է ճիշտ սենց բերանից փակում եմ մի խոսքով դեմքս թեքում եմ չգիտեմ նկատեցին չնկատեցին չնայած մի հատ էլ հասատ անմոտ շենքի մոտեցան նկարվելու Անկամ վատ եմ ինձ զգում, երբ որ ես ատամնաբուժանից դուրս եմ գալիս, իսկ ես վերջին մի քանի շաբաթում ես ամբողջ օրն ատամնաբուժանում եմ ու այդ իրավիճակում եմ հայտնվում։ Հենց հիմա դեմքս ծուռ է ու ես ոչ մի բան չեմ զգում։ Լավ, ինչով է, այսօր նաև ներկայացման եմ 7 անցիկես հրավիրված, գուշակեք ինչ ներկայացման եւ չգիտեմ այս ձևով ոնց չպարվեմ։ Այստեղ դուրս կփոքի։ Այն սենց կցել են։ Ինչ ես սարքում։ Սարքում եմ իրով։ Ինչով։ Սիրտդ ինչով որոզում։ Լավաշով։ Հումորով ու մեկ նման։ Մայրիկիս։ Այս զրզմփա Այս տանջակի զրզմփա ապարատը վերել է, որ պիրոտ սարքի։ Ուզում եք ռեցեպտն ասեմ, դուք էլ սարքեք։ Կասեցնամ գաղտնիքները։ Չէ։ Կարոքարության կամ եմ տենում, որ ձորք են։ Որ հարմ է մեջ։ Հետո 5 ձույ աստեղ լցրել, այդ կարակը լցնելու է սրա մեջ, հետո կարակը ավելացրեցինք, ինչին, ախորսամա, ես չգիտեմ ռեցեպտը, դու պիտի ասած, ձվին, կադրս ինչ փչացնում է, ձվին ու ինչին, Տեսակին, հետո ձետ ու կարակ։ Ոստեղ մաման ինչ-որ ճաշ է պատրաստել, այդ ճաշն ավելացնելու։ Ինչ է, այդ ճաշի մեջ ինչ է։ Քացախ խնդորին։ Մի րոպե, ինձ սմետանի քացախ է։ Չէ, հիմա քացախ ենք ավելացնում։ Բայց ես ինչ է, սմետանու ինչ։ Սոդա։ Սոդա, բա մածուն։ Մի դթարել մածուն։ Ու հիմա է քացախ։ Վաա։ Այդքան քացախոր լցրեցիր։ Մամ, հետո։ Ինչ ես պատրաստում։ Ասա։ Ասեմ, որ մամայի հետ ոնց ես խոսում, մամայի հետ Հիմա ես ես կծեմ մեջ։ ասում մամալիա քուրիկա հետ մամային է, մամա շուտ արա Այ Դե ասա հետո ավելացրեց Սմետան մածուն կալաբարացյան Սյա, հիմա հարում ենք ու դնենք դուխովկա, բալյուր
Իբր ինքն է զարգում, էլի սա ռեցեպտը ես ասեցի։ Հիմա խնձորն ավելացնում ենք պիրոգին։ Ով ինչ կարա զարգում է։ Արդեն ուշ է։ Կարող ես խնձոր պետք է վերջում շարենք։ Ոչ։ Մամ, ես ինչ է։ Մամ, դե խոսա։ Մամ, ինչ ես։ Աղցան։ Ինչով։ Ծիրանի կուտ, չիր, սալորի ու բծիրանի, վառացա, հա, ու խնձոր, չէ? Այո։ Լավ, պատրաստինի ցույց կտամ։ Մամ, ընտիր ա եղել, բոլոր խոսքերս հետ եմ վերցնում։ Հավասար սիրում եմ։ Շատ լավ, այսա ուտեմ մի հատ էլ տենց ասեմ ոնց էր։